Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր մի իրավիճակ է հասունանում, վարչապետի տիկինը Աննա Հակոբյանը ցանկանում է կամ չգիտեմ արդեն դատի է տվել Դանիել Յոհաննիսյանին եւ նրա անկախ դիտորդ դաշինքը եւ խոսքը գնում է ըստ տիկին Հակոբյանի այն մասին, որ հայցադիման ներկայացման հնարավորությունը իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջն է։ Այսինքն տիկին Հակոբյանը կարծում է, որ հասցնել է վնաս իր խոսքով ըստ Դանիել Յոհաննիսյանի եւ անկախ դիտորդ դաշինքի իր կերպարը, այսինքն Աննա Հակոբյանի կերպարը ու իմ քայլը հիմնադրամը ասոցացվել են իշխող ուժի հետ, հետեւաբար նախընտրական շրջանում խախտվել է բարեգործության արգելքը։ Դուք կարծում եք, որ իմ քայլը եւ իշխող ուժը չեն ասոցացվում իրար հետ։ Ինձ համար ասոցացվում են եւ կարծում եմ բոլորի համար են ասոցացվում, բայց եթե պետք է մտնել դատարան եւ ապացուցել, որ չեն ասոցացվում եւ եթե հնարավոր է դա ապացուցել դատարանով, թող փորձեն, ես այդ կապակցությամբ շատ ասելիք չունեմ, բայց ակնհայտ է, որ դրանք ասոցացված են, ի սկզբանե նույն հիմքից են ծլում, նույն արմատից են եւ ինձ համար զարմանալի է, որ մեկն ու մեկը կարող էր լինել, որը կվիճարկեր այդ հանգամանքը։ Տեսեք, պարոն Հարությունյան, շատ հետաքրքիր մի իրավիճակ է ձևավորվում, մենակ ինձ դա է հետաքրքիր։ Աննա Հակոբյանը դատի է տալիս Դանիել Յոհաննիսյանին, որի բոլորը ասոցացնում են իշխանության հետ։ Հա, ասում են, չէ, մեղադրանքներ են անընդհատ հնչեցնում, ասում են ինքը գրանտակերը իշխանության համար է աշխատում, չգիտեմ, էսա, այնա, ու Աննա Հակոբյանը դատի է տալիս Դանիել Յոհաննիսյանին եւ հաշվի չի առնում այն բոլոր կեղծիքները, ստերը օրինակ, որոնք տարածվում են իր մասին, իր հիմնադրամի մասին, ինչ ասած չէին գրել, չէ։ Ես չեմ ուզում նույնիսկ թվարկեմ ինչեր են գրել։ Իրենց դատի չի տալիս է Դանիել Յոհաննիսյանին։ Ինչ խնդիր կա Դանիել Յոհաննիսյանի։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե իրանք ինչ անձնական կամ միջանձնային հարաբերությունների մեջ են, ինչ չեն։ Ես չեմ էլ ցանկանում շատ խորանալ այդ դաշտում։ Ուղղակի երևի դա է ինքը համարել իր համար ավելի կարևոր հարց եւ այդ ավելի կարևոր հարցով է փորձում մտնել դատարան։ Գիտեք ինչի եմ ես այդ հարցը ձեզ ուղղում։ Սա միակ դեպքը չէ։ Ես տեսնում եմ տարբեր պրոիշխանական բլոգերների, որոնք ակնհայտ աշխատում են իշխանության վրա, որոնք թիրախավորում են մարդկանց քաղաքասարակությունից, որոնց անդիմությունը, այն մի անդիմությունը, հա, պրոռուսական անդիմությունը մեղադրում է իշխանամետ լինելու մեջ։ Մի իրավիճակ է ստեղծվում, երբ արդեն այդ լավ խոսք կա ժողովրդական, հա, էշը տիրոջը չի ճանաչում, շունը տիրոջը չի ճանաչում։ Սա ինչ է ընդհանրապես, սա նախընտրական ինչ որ խաղեր են, որովհետև մարդիկ, ովքեր կարծես թե պետք է իրար դեմ չաշխատեն, ակնհայտ կերպով աշխատում են իրար դեմ, եւ սա անբացատրելի է։ Օրինակ ես չեմ հասկանում դա։ Չէ, սա ունի իր բացատրությունը, քաոսային վիճակ է, վերջին տարիները հանգեցրել են, վերջին տարիների զարգացումները բոլոր բնակավարներում, այդ թվում նաև ներքին կյանքում, քաղաքասարակության մեջ, մեր պարտությունից հետո եղած այդ նահանջները ծանր, այնուհետև այդ պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելը, այդ ամբողջը այո, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծում եւ շատ դեպքերում ոչ միայն իրար ոչ հակընդդեմ բլոգերները կամ գործիչներն են իրար դեմ աշխատում, այլ շատ դեպքերում նույնիսկ նույն մարդն է ինքը իր դեմ աշխատում։ Երբ որ կարդում եք նրա առավոտյան արած գրառումը եւ երեկոյան արված գրառումը, տեսնում եք, որ նա նույնպես մոլորված է։ Ըստ էության մեր հանրությունը, մեր հասարակությունը այս պահին մոլորված հասարակություն ենք մենք, եւ այդ մոլորված վիճակը այո հանգեցնում են այո այսպիսի հակասությունների։ Այսինքն այդ մոլորությունը ոչ միայն ընտրողների մեջ է, հա, սովորական մահկանացուների, այլ նաև իշխանության, ընդդիմության, իշխանության մեջ ավելի շատ է։ Սպասարկում են այդ բոլորի շահերը։ Իշխանության մեջ այդ մոլորությունը շատ ավելի շատ է, որովհետև իմ ասածը դուք ավելի շատ կարող եք տեսնել իշխանավորների խոսույցում առավոտյան եւ երեկոյան նրանց նույն թեմայով արված հայտարարությունների տարբերությունները աչք են ծակում կամ մեկ օրվա ընթացքում, մեկ շաբաթվա ընթացքում արված հայտարարությունները աչք են ծակում, որովհետև նրանք նույնպես լինելով եւ մոլորված եւ չունենալով հստակ պատկերացում ձևավորված իրավիճակի նկատմամբ, այո, բանի
թյուրիմացությունների մեջ են իրենք իրենց գցում, այնուհետև փորձում են այդ թյուրիմացությունները հարթել, ներողություններ են խնդրում, այնուհետև նույն սխալներն են կրկնում։ Սա ընդհանուր վիճակ է, սա մեր արդեն ասացի 2020 եւ 23 թվականների հաջորդած վիճակի չէր կարող դա մեր վրա իր ազդեցությունը չթողնել եւ սա էլ ազդեցության դրսևորումներից մեկն է։ Այսինքն այդ հետ պատերազմյան, չգիտեմ, սինդրոմ կոչեմ, ինչպես կոչեմ, հոգեբանական իրավիճակի շարունակությունն արտացոլումն է։ Եթե մենք սա իրականում շատ կարևոր եւ ցավալի հարց է։ Այո, եթե մենք հայացք նետենք 20-րդ դարի կեսերի, ասենք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում եղած վիճակին, հիշենք նրանց հեղինակներին, Փայլուն, ասենք, Հենրիխ Բյորն, մյուսներին հիշենք, ապա կտեսնենք, որ այդ վիճակը, այդ մոլորված վիճակը, այդ մեղավորների փնտրտուքը, արդարացումները, հերոսացումները, պարտությունների հետ հաշտ լինելը եւ հաշտ չլինելը, այդ ամեն ինչը ձգվել է մի 10 տարի, եթե ոչ ավել, մեր պարտությունը պակաս պարտություն չէր։ Եվ մենք էլ պակաս շատ ավելի ամուր ժողովուրդ չենք, քան գերմանացիները։ Մենք էլ այդ ծանրությունը տանում ենք եւ այդ ծանրության կրողներն ենք եւ կլինենք իշխանություն, կլինենք ընդդիմություն, մենք բոլորս էլ այս հանրության անդամներն ենք, անկախ մեր մեջ եղած հակասություններից, անգամ թշնամություններից, մենք նույնն ենք, նույն դաստիարակության, նույն աշխարհի մարդ ենք եւ նույն կերպ տանում ենք եւ ամեն մեկը յուրովի արտահայտում է դա։ Մեկի մոտ դա արտահայտվում է շատ ագրեսիվ, ասենք իշխանավորների մոտ, չնայած ընդդիմությունից էլ լինում նույն ագրեսիվությունը, մյուսի մեջ պակաս ագրեսիվ, մարդիկ ընկնում են հակասությունների գիրկը, թշնամության են մղվում եւ այլն։ Դուք բերեցիք պարոն Հարությունյան հետ պատերազմյան, հետ նացիստական Գերմանիայի օրինակը, միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, բայց նաեւ պետք է Գերմանիան որպես օրինակ բերենք, որքան շուտ նրանք դա հաղթահարեցին եւ օրինակ այսօր եւ դեռ մի 30-40 տարի առաջ Գերմանիան շատ ավելի առաջատար երկիր էր, պարտված Գերմանիան, ջախջախված Գերմանիան, քան հաղթող սովետական միությունը կամ առավել եւս այսօրվա Ռուսաստանը։ Իսկ ինչու մենք չպետք է փորձենք նաեւ այս դասը, յուրացնել եւ գնալ այդ ճանապարհով, որտեվ մի բան էլ ասեմ, այս ԵՂՌ-ի հետ կապված, ցեղասպանության օրվա հետ 24-ի հիշատակի օրվա հետ կապված 25-ին քաղաքացու օրը տեղի ունեցավ եւ սկսվեց այդ հերթական հիստերիան հասարակությունում, թե ինչի հենց 25-ին ԵՂՌ-ի հաջորդ օրն է, դուք որ հիմա ձեր հարազատը մահանա, մյուս օրը կուրախանաք 111 տարի առաջ է եղել, ինչ որ եղել է, սա էլ է սինդրոմի բաղկացուցիչ, թե սա ուղղակի ներքաղաքական զուտ կեղտոտ շահարկումներ են։ Սա նույն թեմայի շարունակությունն է իհարկե, որովհետև եթե չլիներ այդ պարտությունը, սա լրիվ այլ կերպ էր ընկալվելու եւ ԵՂՌ-ն էր այլ կերպ ընկալվելու եւ ընդհանրապես ամեն ինչն էր այլ կերպ լինելու։ Նույնիսկ իշխանավորներն էին, նույն մարդիկ, Փաշինյանենք էին այլը լինելու։ Այնպես որ այո, այս ամեն ինչը պարտության շարունակությունն է եւ պարտության ազդեցությունը, ինչ վերաբերում է ձեր հարցում են առաջի մասը, որ գերմանացիները ինչ արագ կարողացան ոտքի կանգնել, այո, գերմանացիները շատ արագ կարողացան ոտքի կանգնել, նպաստավոր պայմաններ կային, արևմուտքը այդ տարածաշրջանը, որտեղ Գերմանիան է բոլորովին այլ տարածաշրջան է, այլ հարևաններով, Մարշալի պլանը, արտաքին աջակցությունը եւ այլն, այդ ամեն ինչ Գերմանիային հնարավորությունը տվեց։ Մենք չունենք ոչ այդ տարիների Գերմանիայի առաջնորդների կարգի առաջնորդներ, ոչ էլ ունենք նրանց կարգի հարևաններ եւ ոչ էլ ունենք Մարշալի պլան։ Եվ ոչ էլ կա մեկը, որ մեզ համար ուզում է Մարշալի պլան իրականացնել, թրիփը չբերեք օրինակ, թրիփը Մարշալի պլան չի։ Չէ, ցանկանում։ Ես ուրիշ բան եմ ուզում խոսել ձեզ հետ, ուրիշ ուղղությամբ տանեի զրույցը։ Մենք դուք ասում եք, չէ, 20 թվի, 23 թվի հետ պատերազմյան սինդրոմ համամիտ եմ, բայց չէ որ միջև 20 թիվը մենք շարունակում ենք լինել զոհի կերպարում։ Մենք անընդհատ ցույց ենք տալիս, որ մենք զոհ ենք, որ եղել է ցեղասպանություն, մեզ ցեղասպանել են, մենք զոհ ենք, բոլորը պետք է մեզ աջակցեն, որովհետև մենք զոհ ենք, մենք մեզ շատ կոմֆորտ ենք զգացել այդ զոհի կերպարում։ Միգուցե դուք համամիտ չեք։ Լավ, այդ զոհի կերպարը ինչ եղել է։ Արդյոք ժամանակը չէ այդ զոհի կերպարից դուրս գալ, որովհետև այսօրվա աշխարհում լինել զոհի կերպարում դա ռացիոնալ չէ։ Դա խորը իրացիոնալ բնույթ է կրում եւ զոհի հետ ոչ մեկ չի ուզում գործ ունենալ։ Բոլորը ուզում են գործ ունենալ, եթե ոչ հաղթողի, գոնե մի ժողովրդի ազգի հետ, մի երկրի հետ, որը ձգտում է հաղթել, որը կառուցում է ամրապնդում է իր հիմքերը, ճանապարհ է ընտրել, այլ ոչ թե անընդհատ խոսում է 111 տարի եղածի
եղելության մասին, որը յոկ եղել է, որը փաստ է, եւ անդադ դա թափահարելով փորձում է դրանով կառուցել սեփական իդենտիկությունը։ Չեմ կարծում, թե մեր ժողովուրդը անընդհատ թափահարում է, մեր ժողովուրդը տարին 1 օր, տարվա մեջ 1 օր ուղղակի գնում է Եղեռնի հուշարձան։ Սա շատ բնական է։ Հрьяաներն էլ ունեն իրենց օրը անկախ դրանից քանի տարի է անցել։ Քաղաքականացվում է, չէ՞ դա։ Դա ամբողջ աշխարհում է։ Եղեռնը քաղաքականացված երևույթ է։ Դա սովորական մարդասպանություն չի։ Նրա համար էլ դա կոչվում է գենոցիդ։ Գենի սպանություն։ Ինչ է դա մեզ տալիս։ Լսեք, ես հարցի պատասխանը։ Իհարկե։ Մենք չենք կարող դրանից դա մոռանալ, մենք չենք կարող դա մի կողմ դնել, մենք չենք կարող դա, բայց մենք իհարկե չպետք է դրանով ապրենք։ Իհարկե մենք երկար տարիներ չունենալով պետություն, նաև խորհրդային տարիներին չունենալով պետություն, մենք այո, Եղեռնը շատ իմաստով դարձրել ենք մեր այցեքարտը։ Ինչպես է եկեղեցին։ Դրանով ներկայացնել։ Նաև եկեղեցին, այո, եկեղեցին եղել է ոչ միայն մեր այցեքարտը, նաև մեր ինքնության պահապանը դարեր շարունակ։ Այս որ դրա դեմ ոչ ոք չի կարող հակաճառել։ Միանշանական է։ Առավել եւ նույնիսկ այս իշխանությունները, որոնք ասենք պայքարում են, նրանք չեն ասում, թե եկեղեցու դեմ են պայքարում, նրանք պայքարում են կոնկրետ մարդու դեմ, կաթողիկոսի դեմ։ Դե դա մեղմ ասած անտրամաբանական կլինի պայքարը եկեղեցին պետականության բացակայության պարագայում եկեղեցին կարողացել է այնպիսի դեր կատարել ողջ միջնադարում մեզանում, որ մենք, եթե դուք հենց այսօր թեկուզ բացեք Google-եք եւ բացեք Օսմանյան կայսրության քարտեզները, ապա կտեսնեք Օսմանյան կայսրության քարտեզներում նաեւ Հայաստանը նշված է, որովհետեւ դա մենք լինելով կայսրության մաս, մենք նաեւ աշխարհը ճանաչել է, քարտեզագիրներն են ճանաչել մեր ինքնությունը, մեր այսպիսին լինելը, մեր այնտեղ լինելը, եւ դա շատ առումներով պայմանավորված է թե մեր ակտիվությամբ եւ թե մեր եկեղեցու դերով, որը փոխարինել է պետությունը։ Ինչ վերաբերվում է այդ ցավոտ այդ երևույթին, որ մեզ առաջ մեզ աջակ զուգեկցել է միշտ այդ զոհի կերպարը, այո, մենք սովորել ենք հատկապես խորհրդային տարիներին, խորհրդային այդ գրականությունը, սովետահայ խորհրդային գրականությունը մեզ մատուցել է այդ կերպարը, մեզ ներկայացրել է այդպես, դա թույլատրելի էր, դա պետական քարոզչության մեջ տեղավորվող պատահականություն չէր։ Բոլորովին դա մշակված ծրագիր էր, այնպես չի, որ դա խորհրդային երկրի կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներին յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել Կրեմլից։ Այն ինչ կարելի էր Հայաստանում, չէր կարելի Վրաստանում, բայց այն ինչ որ կարելի էր Վրաստանում, չէր կարելի Հայաստանում կամ Ուկրաինայում։ Շատ առումներով Վրաստանը եւ Հայաստանը նույնականացվում էին եւ մի տեսակ իրավունքներ էին տալիս։ Այն գրականությունը, այն պոեզիան, թեկուզ ամենահասարակները շեշտենք Սիլվա Կապուտիկյան, Շիրազ, ես չգիտեմ, այդ հայրենասիրական այդ պոեզիան, եթե որևէ մեկը գրեր Ուկրաինայում, նրանք կհամարվեին հակասովետական։ Հայաստանում նրանք բազմահազար տիրաժով տպագրվում եւ մատուցվում էին, ներկայացվում էին։ Այդ ամեն ինչը մեր մտածողության մաս է դարձել։ Մենք այսօր էլ դեռ շատ հեռու չեն գնացել ցավոք սրտի այդ մտածողությունից։ Ես այսօր ոտքով մինչև ձեր խմբագրություն եկել եմ մամուլի շենքի մոտից, մինչև բավականին երկար ճանապարհ եմ քայլել եւ կարող եմ ձեզ ասել, որ աչքի տակով որ նայում ես հատկապես կենտրոնում եղած շենքերի պատերին փակցված սալիկներին, դրանց քանակին, թե ինչքան պարզվում է պետական գործիչներ են ունեցել, ինչքան պարզվում է քաջեր հերոսներ են ունեցել եւ նրանք բոլորը սովետական ժամանակնի են։ Նրանցից որևէ մեկը Հայաստանի լինելույթյան համար չի պայքարել, բայց մեր շենքերը մենք դեռ դրանցով ենք հպարտանում։ Մեր փողոցները նրանց անուններով են։ Մեր քաղաքում եղած հուշարձանները նրանց հուշարձաններն են։ Մարդկանց, որոնք Հայաստանի լինելույթյան համար ոչինչ չեն արել։ Ընդհանրապես եղել են սովետահայ գործիչներ եւ շատ դեպքերում ընդհակառակը արել են ամեն ինչ, որ Հայաստանը չլինի անկախ։ Այո, դե իմ ասած հենց է, սովետահայ գործիչներ լինել նշանակում է շատ լավ։ Տեսեք, կներեք, որպեսզի ավարտեմ հարցի պատասխանը, եւ նրանց եւ այդ մտածողությունը, այո, պահպանել է մեր մոջ զոհի այդ կերպարը։ Բայց մենք այդ կերպարից սկսում էինք արդեն ձերբազատվել կամաց մեր անկախության հռչակման պահից։ Երբ մենք հռչակեցինք մեր անկախությունը, այնուհետև 90-ականների ծանր տարիներին գրանցեցինք որոշակի հաջողություններ, իրական հաջողություններ, դա մեզ ազատեց շատ դեպքերում այդ զոհի կերպարից։ Արդեն քննարկվում էր եւ մեր հրապարակախոսական նյութերում եւ հարցազրույցներում, արդյոք արդեն խոսում էին, քննարկում էին։ Եթե մի ժամանակ արդեն ասեցի, միջ խորհրդային շրջանում այդ զոհի կերպարով ներկայանալը լավ էր,
թվում էր թե արցունքներս կորզելու դիմացինի աչքերից եւ դա կշոյեր քո ինքնասիրությունը ապա 90-ական թվականներին եւ դրանից հետո որոշ ժամանակ հետո մենք ձերբազատվում էինք դրանից այլ խնդիր է որ հետո արդեն ձևավորվեցին այնպիսի զարգացումներ որոնք մեզ հանգեցրեցին նոր եւ այս կարգի ծանր պարտության որը շատ դեպքերում կարող է մեզ վերադարձնել դա բայց հուսամ դա երկար չի տևի որովհետեւ մենք ունենք պետություն իսկ պետությունը դա հաղթանակի գրավական է դա լինելույթյան գրավական է եւ պետության պարագայում Թեկուզ պարտությունից հետո պետության պարագայում այդ զոհի կերպարը երկրորդ պլան է մղվելու կամած դա դուրս կգա իսկ Եղեռնը հիշելը ամեն տարի ապրիլի 24-ին Եղեռնի հուշարձան գնալը դա չի նշանակում լինել զոհի կերպարում դա նշանակում է հիշել սեփական պատմությունը դա ոչ մեկ չի պնդում Պարոն Հարությունյան դուք նշեցիք հա որ փողոցները տախտակները սալիկները սովետական ժամանակաշրջանի քաղաքական գործիչներ որոնք Յան ազգանունով քաղաքական չէ, գործիչներ, որովհետև քաղաքականություն չէր կարող լինել սովետական Հայաստանում։ Սովետական քաղաքականություն, լավ, լինիա պարտի, դա ասենք ասենք, որոնք Հայաստանի շահերի հետ մեղմ ասած լավագույն դեպքում առնչություն չեն ունեցել, վատագույն դեպքում ունեցել են, հասկանալի ինչ է։ Հիմա մենք շարունակում ենք այդ բոլոր մարդկանց անուններով փողոցներ կոչել, այդ արձանները, դպրոցները։ Շատերը ասում են, դե ի՞նչ է, մեր պատմության մի մաս է։ Սա իրականում պատմության մաս չի, սա նարատիվներ ձևավորող, քաղաքական նարատիվներ, հասարակական նարատիվներ ձևավորող մի երևույթ է, որին եթե մենք գումարենք, որ ես չգիտեմ դա հաստատ մեծերն են պատմում, որ մինչև 67 թվականը, մինչև Ծիծեռնակաբերդի կառուցումը Հայաստանում արգելված էր խոսել ցեղասպանության մասին։ Դուք ավելի լավ դա գիտեք, այսինքն եղել է քաղաքական Մոսկվայից եկած որոշում, ինչ որ բան տեղի ունեցավ Ինչ որ բանը այն է, որ Թուրքիան մտավ ՆԱՏՕ, Թուրքիա խորհրդային միություն հարաբերությունները փոփոխվեցին, սրվեցին եւ կառուցվեց Ծիծեռնակաբերդը եւ դա դարձավ հերթական քաղաքական մահակը, որը օգտագործում էր այն ժամանակվա սովետական կառավարությունը Թուրքիայի դեմ։ Հիմա ասածս ինչ է։ Արդյոք ողջամիտ է, երբ մենք շարունակում ենք 24-ի մասին չենք խոսում ապրիլի, դուք ամեն ինչ ճիշտ ասացիք։ Շարունակում ենք ապրել այդ ռուդիմենտներով, այդ անցյալով Եղեռնը որպես քաղաքական գիծ, այդ տախտակները, Մյասնիկյանները, Ամիրյանները, այդ ամենը, սա արդեն անցյալ է, սա մերը չի, սա մեր մասին չի։ Մենք պետք է նոր քաղաքականություն ձևավորենք։ Իսկ այդ ամենը sense ոնց որ մեր վրից կախված մեզ ներքև է քաշում այդ ճաշճի մեջ, որը կոչվում է Ռուսաստան, Սովետական միություն, որը մեր շահերի հետ, Հայաստանի հայկական շահերի հետ ոչ մի ընդհանրություն չունի, զրո է։ Դե տեսեք, այդ գործը չեն կարողանալ ես եւ դուք եւ չեն կարողանալ դրսում տաքսու վարորդ աշխատողները։ Այդ գործը արվում են իշխանավորները։ 90-ական թվականներին երբ իշխանություն փոխվեց եւ Հայաստանը հռչակվեց անկախ, շատ բան փոխվեց։ Փողոցների անուններ փոխվեցին, արձաններ հանվեցին, ռուսական դպրոցները Ինչին ես օրինակ դեմ էի։ Ռուսական դպրոցներ, որովհետև դուք ռուսական կրթությունն եք կարծում եմ։ Չէ, ես հայկական կրթություն եմ, բայց այն ավելի դեմ եմ։ Բոլոր դեպքերում ռուսական դպրոցները փակվեցին, այդ ամեն ինչը ձեր ասած նարատիվն էր, որ բերվում էր, որի դեմ պետք էր պայքարել, որի դեմ պետք էր առնել եւ դա արվում էր այդ քայլերը, բայց մի պահից այդ ամեն ինչը դադար առավ, իսկ 2000-ականների ամենասկզբից 90-ականների վերջից, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, ինքը իր պատկերացումներով, ապա Սերժ Սարգսյանը իր պատկերացումներով, նրանց պատկերացումներում Հայաստանը շարունակում էր լինել Մոսկվայի կցորդը պատահական չի, որ բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում էր ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ Ռուսաստանի շահերից ելնելով։ Դա նույնիսկ համահունչ քվեարկություն չէր։ Դա ինքնիշխանության վաճառք էր տեղի ունենում։ Ինքնիշխանության, այո, վաճառք, անվանենք այդպես, բայց հիմա 18-ից հետո նոր իշխանություններ են եկել, որոնք փորձում են տարանջատվել հներից, կարող են այդ փոփոխությունները մտցնել, կարող են, բայց չեն անում եւ չեն էլ անելու, ես կարծում եմ, որովհետեւ նրանք նույնպես լինելով զարմանալի սա է հենց Օրինակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում կա բացատրություն, նրանք այդ դաստիարակությունն են ստացել, այդ ճանապարհն են անցել, նրանք դրա կրողն են եղել։ Իսկ այս իշխանավորները նրանցից որևէ մեկը ճանապարհը չի անցել, բոլորը երիտասարդներ են, բայց նրանք շարունակում են իրենց այդպիսին պատկերացնել, պահպանում են այդ ամեն ինչը, ավելին ամրապնդում են այդ ամեն ինչը։ Իրենց օրոք էս 18 թվականից հետո ոչինչ չի փոխվել այդ բնակավարում Հայաստանում, ոչ մի փողոցի անուն չի փոխվել,
առաջարկեք դուք թեկուզ որպես լրագրող, որպես մեդիա աշխատակից թող փորձեն բարձրացնել եւ տեսեք թե մեր դպրոցները ում անուններն են կրում։ Դե Ամիրյանը ինչ որ ուզում էին բան անեն, բայց չհավաքվեց այդ բանը։ Դե տեսնում եք, բայց դա պետք է արվի վերևից։ Չգիտեմ ինչի չհավաքվեց, հետաքրքիր է ինչու չհավաքվեց։ Դա պետք է արվի վերևից, միայն Ամիրյանը միայն Ամիրյանի մասին չի խոսքի։ Իհարկե Ամիրյանը դա ամենաճճացող դեպքն է նախ քաղաքի կենտրոնում եւ երկրորդը դա ամենաբացասական դերակատարներից մեկն է եղել մեր պատմության մեջ ոչ հեռավոր անցյալում։ Ուզում եմ ասել, որ դա իշխանությունների գործն է, իսկ իշխանությունները չգիտես ինչու, ես չգիտեմ, տեսեք, ես հենց նոր հիշեցի, գնացել էր մեր վարչապետը Էստոնիա եւ խոնարհվեց այնտեղ կոմունիստական ժամանակաշրջանի զոհերի հուշակոթողի մոտ գլուխ խոնարհեց, սաղկեպսակ դրեց։ Ես հասկանում եմ, դա մտնում է Էստոնիայում, այդ իրենց արարողակարգի մեջ, բայց մենք Հայաստանում ունենք ճիշտ այդպիսի տեղ։ Եվ եթե դուք մեր վարչապետին եւ իր ամբողջ այդ շքախմբին հարցնեք նրանցից որևէ մեկը ցույց կտա այդ տեղը, թե չգիտեմ, ցույց կտա թե ոչ, բայց որ նրանք այնտեղ չեն եղել երբեք, ես կարող եմ վստահեցնել, որովհետեւ ես ամեն տարի այնտեղ լինում եմ մեր օրը։ Մեր Կասկադի վերևում։ Մենք ունենք տեղ հատկացված պետականորեն, այդ օրը նշվում է պետականորեն պետք է նշվի, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տարի կես ուղերձով հանդես չի եկել դրա հետ կապված։ Ինքը երբ որ գնացել էր Էստոնիա, նրան ասել են նա նույնիսկ չի պատկերացրել, թե ուր է գնում եւ ում առաջ է գլուխը խոնարհում։ Որովհետև դա քաղաքականապես արդարացված չէ։ Որովհետև դա տեղավորվում է արարողակարգի մեջ եւ վերջ, բայց չի գնում, որովհետև քաղաքականապես արդարացված չէ Հայաստանում հիմա դա։ Դե ավելի վատ։ Այդ դեպքում ձեր հարցը ուղղված է ավելի շատ։ Այո, իհարկե իշխանությանն է։ Մենք չենք կարող ստորագրություն հավաքել եւ ասենք փոխել, ես չգիտեմ, այս ինչ փողոցի անունը։ Դա պետք է անեն իշխանությունները եւ առանց աղմուկ-աղաղակի, առանց ճճացող ինչ-որ բաների, ես չգիտեմ, առանց ինչ-որ ավելորդությունների, նույնիսկ արձաններ կարելի անել առանց թիթիզությունների, առանց հեռուստակամերաների։ Սովորական, որովհետեւ մենք անկախ պետություն ենք, որը ըստ էության մենք չունենք, չէ՞, մեր փողոցներում Օսմանյան կայսրության ժամանակների հայ պալատական գործիչների անուններով չունենք, բայց մենք ունենք, այո, նույն կայսրություններ, զուգահեռ եղել է Օսմանյան կայսրությունը եւ ռուսական կայսրությունը։ Կամ պարսկական կայսրությունը։ Այո, ինչու ռուսական կայսրության գործիչները հանկարծ պարզում է հերոսներ են, Բաբաջանյանը, Մարշալ Բաբաջանյանը, պարզում է մեր հերոսներից է, բայց ես չգիտեմ, ասենք, իսկ մեր 90-ական թվականների պատերազմի հաջողված հրամանատարների անունով կարգի արձաններ եւ այդ կարգի փողոցներ չկան։ Իսակովը պարզում է մեր հերոսներից Երևանի ամենագեղեցիկ եւ ամենաերկար, այո, ինչ կապ ունեն նրանք մեր Հայաստանի անկախ հանրապետության հետ։ Նրանք այո ցակումով հայեր են, բայց դա չի տալիս, այո, ես արդեն ասացի, Օսմանյան կայսրության պալատներում նույնպես եղել են ցակումով հայեր եւ շատ։ Նավատորմոն եմ եղել, հրամանատարներ են եղել։ Չէ, բանում Օսմանյան կայսրությունը։ Այդ դեպքում պարիտետի համար պետք է նրանց նույնպես վերենք, տեղավորենք այս փոքրիկ Երևանում։ Զուգահեռ փողոցների անունները։ Պարոն Հարությունյան, մի փոքր խոսենք նախընտրականի մասին, իրավական տեսանկյունից իհարկե, իրավապաշտպանի, ձեր կարծիքն եմ հայցում։ Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը, տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեում։ Դուք լսել եք այդ ձայնագրությունը։ Ձայնագրությունը մենակ դա չէ։ Այս ձայնագրությունը մինչև վերջ չեմ լսել, բայց մյուս ձայնագրություններն եմ լսել, այնքան շատ են, որ չես հասցնում լսես։ Ես արդեն սկսել եմ հավատալ, առաջ մտածում էի չի կարող պատահի, որ իշխանությունները բոլոր նրանց, ովքեր որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ առնչություններ ունեն եւ ներգրավված են նախընտրական ծրագրերում, տոտալ վերահսկում եւ տոտալ լսում են, որովհետեւ ում վրա մատը դնում ես, հանկարծ դրանցից ձայնագրություն է հնչում։ Ինչ որ ասեն գրասենյակում աշխատող ինչ-որ կանանցից, պարտադիր չի որ նրանք լինեն կազմակերպության ղեկավարներ կամ լիդերներ, կազմակերպության լիդերներից։ Այդ տոտալ վերահսկողությունը շատ վատ երևույթ է, եթե նախկինում մեզանում դա եղել է եւ եղել է գաղտնի, ապա այսօր գաղտնի չեն էլ պահում։ Ինչ վերաբերվում է այն մեղադրանքներին, թե ընտրակաշարք են բաժանում, իշխանությունները շատ ավելի բացահայտ են ընտրակաշարք բաժանում։ Ես հետևում եմ այցելություններին տարագյուղեր, շրջաններ, որտեղ ասում են ցուցակագրեք, տվեց, այս մարդը ինչ է խնդրում, տեսեք, այն մյուսը ինչ է խնդրում, կգաք գրասենյակից կստանաք, կգնաք ես ինչ տեղից կստանաք, դիմեք ես ինչ նախարարին կստանաք։ Դրանք նույնպես ընտրակաշարքներ են այդ դեպքում։ Պարիտետի համար կամ կարելի է զուգահեռ իշխանությունների նույնպես ձերբակալել, իսկ եթե պարիտետի խնդիր չկա, այո, դրել են
Երևանի բարբարովացած չորով բոլորին լսում են եւ բոլորին եթե հարկ է լինում ձերբակալում են, դեռ կալանավորման չի հասել իհարկե, հույս ունենամ դատարանները կալանավորման վճիռներ քանի դեպք եղավ չկայացրեցին, կարծում եմ հիմա էլ չի երևի չկայացնեն։ Ինձ հետաքրքիր է ձեր իրավապաշտպանի կարծիքը զուտ այս ձայնագրության մասով։ Սա ընտրակաշառք բաժանել է այդ խոստումը, թե ոչ, եթե իրավապաշտպանի տեսանկյունից կոնկրետ այս դեպքում խոստումը բաժանել չի։ Առաջինը խոստումը բաժանել չի, երկրորդը մարդիկ եթե ներգրավվում են ես տեխնացու եմ, իմ գրասենյակում աշխատելու, ես կարող եմ նրանց վճարել, չէ՞։ Թե բոլորը պետք է իմ մոտ ձերի աշխատեն, իսկ իշխանությունների մոտ փողով։ Ես բան եմ հարցնում, երբ ինքը ասում է դուք եկեք, ամեն ինչը արեք, մասնակցեք, տունն էլ կլինի, հողն էլ կլինի, աշխատանքն էլ կլինի, պաշտոնն էլ կլինի պաշտպանության նախարարությունում։ Սա եմ ուզում հասկանալ, որովհետև այնտեղից ասում են, որ դա նորմալ է։ Ես ուզում եմ հասկանալ, դա նորմալ է թե աննորմալ է։ Ես այսպես եմ հասկանում, որ դուք եկեք, օգնեք մեզ, մեր հաջողության դեպքում, այո, մենք ձեզ կներգրավենք պետական աշխատանքներում, ինչպես իշխանությունները հաջողության դեպքում իրենց թիմակիցներին են ներգրավում։ Չեն գալու, չէ՞ նրանք։ Այսինքն այստեղ իրենց ուժեղ Հայաստանի եւ իշխանության միջև կա հավասարության նշան։ Ճիշտ եմ դեսած։ Հավասարության նշան կա, գումարած, որ դա շատ նորմալ է։ Երբ որ ես թիմ եմ հավաքում, այն հաշվարկով, որ նրանք ինձ կօգնեն նախ ընտրական փուլում, ապա հաղթանակի պարագայում այդ թիմը կներգրավի պետական կառույցներում։ Իսկ ինչու ոչ։ Իսկ ով ասեց, թե ես պետք է հակառակորդ թիմից մարդկանց ներգրավեմ պետական կառույցներում, երբ ես կհաջողեմ։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հարությունյան։ Մեր հյուրն էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։